Բոլորիդ բարի օր, բոլորիդ խաղաղություն ու բարիք։ Իմ անունը Անահիտ է, եւ այսօր մենք ձեզ հետ խոսելու ենք մեր առողջության մասին։ Այս տեսանյութը նախ եւ առաջ օգտակար կլինի 40 տարեկանից բարձր մարդկանց համար, նրանց, ովքեր գտնվում են ստրեսային վիճակում, կամ ընդհանրապես նրանց, ովքեր տառապում են անքնությունից։ Իդեպ նաեւ նրանց, ովքեր սկսել են նկատել, որ հիշողության հետ որոշակի խնդիրներ են առաջացել, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ կոգնիտիվ խանգարումներ, ինչ-որ խնդիրներ։ Այսպիսով այսօր եւ ձեզ երիշեցնեմ մեկ էժան դեղատնային միջոցի մասին, որը օգնում է պայքարել այս բոլոր խնդիրների դեմ։ Ավելին, տեսանյութի ընթացքում ես կպատմեմ, թե ընդհանրապես որքան օգտակար է այս էժան դեղատնային միջոցը մեր առողջության համար։ Իսկ հաջորդ տեսանյութում մենք կխոսենք այն մասին, թե ինչպես է այս էժան դեղատնային միջոցը օգնում մեզ բարձրացնել մաշկի արաձգականությունն ու արաձգականությունը եւ հարթեցնել կնճիռները։ Այսօր խոսքը գնում է էժան գլիցինի հաբերի մասին։ Շատերը գիտեն այս դեղամիջոցը, եւ որոշ մարդկանց այն նշանակե հենք օրինակ տարբեր նյարդաբանական խանգարումների դեպքում։ Գլիցինը շատ կարևոր է մեր օրգանիզմի համար, քանի որ այն մտնում է սպիտակուցների կազմի մեջ, որոնք մասնակցում են կոլագենի սինթեզին։ Ահա թե ինչու մենք կարող ենք գլիցինով պայքարել կնճիռների դեմ եւ բարձրացնել մաշկի արաձգականությունն ու արաձգականությունը։ Բացի այդ, գլիցինը շատ կարևոր է մեր հոդերի եւ կապանների համար, քանի որ որոշ տվյալներով կոլագենի մոտ 30%-ը կազմված է հենց գլիցինից։ Գլիցինը նաև մտնում է հեմոգլոբինի սինթեզին մասնակցող սպիտակուցների կազմի մեջ եւ այդպիսով անուղղակիորեն ազդում է անեմիայի վրա, ինչպես նաև այն, թե ինչպես մեր հյուսվածքներն ու բջիջները թթվածին կստանան։ Բացի այդ, այն մասնակցում է գլյուտաթիոնի սինթեզին, իսկ գլյուտաթիոնի մասին ես ասել եմ, որ սա մեր օրգանիզմի գլխավոր հակաօքսիդանտներից մեկն է։ Ուստի գլիցինը թեև պարզ ամինաթթու է, բայց շատ կարևոր է մեզ համար։ Եթե կարճ նայենք, թե ինչի վրա է ազդում գլիցինը եւ որն է նրա օգուտը մեր առողջության համար, ահա, առաջին հերթին գլիցինը նշանակում են ստրեսի եւ անհանգստության նվազեցման համար։ Այն ունի հանգստացնող ազդեցություն, օգնում է կայունացնել մեր էմոցիոնալ վիճակը։ Այն բարելավում է մեր քունը, նպաստում է ավելի խորը եւ որակյալ քնին եւ կարգավորում է ցիրկադային ռիթմերը։ Այն աջակցում է կոգնիտիվ ֆունկցիաներին, այսինքն բարելավում է կոնցենտրացիան, ուշադրությունը, հիշողությունը, մտավոր աշխատունակությունը, հատկապես երբ մենք ծանրաբեռնված ենք։ Բացի այդ, այն մասնակցում է հակաօքսիդանտ պաշտպանությանը, շնորհիվ այն բանի, որ մասնակցում է գլյուտատիոնի սինթեզին, նաև մասնակցում է օրգանիզմի դետոքսիկացիանին, քանի որ օգնում է լյարդին չեզոքացնել տոքսինները եւ նյութափոխանակության արգասիքները։ Շատերը գլիցին են ընդունել սրտանոթային համակարգի պահպանման համար, քանի որ այն նպաստում է անոթների թուլացմանը, արյան ճնշման իջեցմանը եւ արյան շրջանառության բարելավմանը։ Իհարկե, գլիցինը շատ կարևոր է մաշկի եւ հոդերի վիճակի համար, այն, ինչ ես ասացի, քանի որ անհրաժեշտ է կոլագենի սինթեզի համար, պահպանում է մաշկի առաձգականությունը եւ շարակցական հյուսվածքի առողջությունը։ Ավելի մանրամասն ուզում եմ ուշադրություն հրավիրել այն բանի վրա, որ գլիցինը այն ամինաթթուն է, որը բարելավում է քնի որակը եւ ուղեղի կոգնիտիվ ֆունկցիաները, այն ինչի հետ մենք բոլորս զբաղվում ենք 40 տարեկանից հետո, եւ այն գործում է որպես արգելակող նյարդային միջնորդ, նվազեցնում է նյարդային համակարգի գրգռվածությունը եւ օգնում է ավելի արագ քնել։ Քունն ավելի խորն է դառնում եւ աջակցում է հիշողության եւ ուսման գործընթացներին։ Եվ ոչ իզուր այն նշանակում են օրինակ ստրեսի դեպքում, քանի որ օգնում է նվազեցնել հոգեհուզական լարվածությունը։ Ընդհանրապես այն օգնում է ավելի հեշտությամբ դիմանալ ճգնաժամային իրավիճակներին եւ բարձրացնում է, բժշկական լեզվով ասած, սոցիալական ադապտացիան։ Իհարկե ստրեսի ֆոնին տուժում են եւ մեր քունը եւ կոգնիտիվ ֆունկցիաները։ Ի տարբերություն ուժեղ սեդատիվ դեղամիջոցների, այսինքն ուժեղ հանգստացնող դեղերի, գլիցինը գործում է մեղմ եւ չի առաջացնում կախվածություն։ Եվ ոչ իզուր ես ասացի, որ այս տեսանյութը օգտակար կլինի 40 տարեկանից բարձր մարդկանց համար, քանի որ գլիցինը հատկապես օգտակար է հասուն տարիքում։ 40 տարեկանից հետո ավելի հաճախ են դրսևորվում անհանգստություն, էմոցիոնալ գերբեռնվածություն եւ անքնություն, եւ գլիցինն այս դեպքում գործում է որպես արգելակող նյարդային միջնորդ, որը նվազեցնում է նյարդային համակարգի ինքնագրգռումը։ Այն օգնում է պահպանել մեր նյարդային համակարգը եւ բարձրացնում է մեր ստրեսակայունությունը։ Իհարկե տարիքի հետ խորանում կամ առաջանում են խնդիրներ մաշկի, հոդերի, հիշողության, սրտանոթային համակարգի հետ, եւ այստեղ գլիցինը մեզ օգտակար կլինի։
Իդեպ գլիցինը շատ օգտակար է հենց աշնան ձմռան շրջանում, քանի որ աշնանը մենք ավելի հաճախ ենք սկսում տառապել սեզոնային տխրությունից եւ ավելի հաճախ ենք զգում ստրես, քանի որ աշնանը արևի լույսի մակարդակը նվազում է։ Աճում է դեպրեսիայի եւ անհանգստության ռիսկը, իսկ գլիցինը օգնում է կայունացնել մեր էմոցիոնալ վիճակը։ Աշնանը ձմռանը հաճախ խախտվում են ցիրկադային ռիթմերը։ Ոչ միայն օրվա լուսային ժամանակահատվածը կրճատվում է, երբեմն նաև ժամերի տեղափոխումը վատ է ազդում մեզ վրա։ Այսպիսով գլիցինն անուղղակիորեն նվազեցնում է այդ բացասական ազդեցությունը, որը կապված է ցիրկադային ռիթմերի խախտման հետ, գոնե նրանով, որ բարելավում է քնի որակը եւ այն դարձնում ավելի խոր եւ գլխավորը վերականգնող։ Նաև աշնանը գլիցինը օգնում է պահպանել մեր իմունային համակարգը, քանի որ ստրեսը, քնի պակասը թուլացնում են իմունիտետը։ Այսպիսով գլիցինն անուղղակիորեն աջակցում է իմունային համակարգին հակաօքսիդանտ պաշտպանության միջոցով։ Իհարկե, այն օգնում է բարձրացնել մեր էներգիան եւ ադապտացիան, քանի որ օգնում է ուղեղին եւ մարմնին ավելի լավ հաղթահարել եղանակի եւ ճնշման դատանումները, եւ այդպիսով նվազեցնում է քրոնիկ ստրեսի հետևանքները։ Ուստի 40 տարեկանից բարձր մարդկանց համար գլիցինը հատկապես գնահատվում է որպես նյարդային համակարգի մեղմ կարգավորիչ, հզոր հակաօքսիդանտ եւ կոլագենի շինարարական տարր։ Իսկ աշնանը այն օգնում է մեզ հաղթահարել տխրությունը, բարելավում է քունը եւ աջակցում է օրգանիզմի ադապտացիային ստրեսային իրավիճակներում։ Եվ գլիցինը մենք կարող ենք ստանալ մի քանի ճանապարհով։ Իհարկե, ամենաբնական ճանապարհը սննդի միջոցով։ Եթե մեր սնունդը հավասարակշռված է, ապա գլիցինի դեֆիցիտ սկզբունքորեն չպետք է ունենանք։ Միջինը մեզ օրական պետք է մոտ 3 գրամ գլիցին։ Այն պարունակվում է սպիտակուցային մթերքներում՝ միս, ձուկ, ձու, հատիկաանթեղեն, ընկույզներ, սերմեր։ Գլիցինի ամենահարուստ աղբյուրները ժելատինն ու կոլագենն են։ Բայց ցավոք ոչ բոլորն ունեն լիարժեք սպիտակուցային սնունդ, եւ մարդիկ կարող են ունենալ սպիտակուցի դեֆիցիտ։ Երկրորդ, եթե մենք ստրեսային վիճակում ենք, հիշեք, մեզ ուտելու տրամադրություն չի լինում։ Շատերը ստրեսի ֆոնին ապրում են բառացիորեն մեկ տաժակ սուրճով եւ կարող են մի քանի օր ոչինչ չուտել։ Եվ իհարկե այդ վիճակում օրգանիզմը շատ արագ ծախսում է գլիցինը, եւ մենք կարիք ունենք նրա լրացուցիչ աղբյուրի։ Երբ մենք ստրեսի մեջ ենք, երբ ունենք քնի խանգարում կամ բարձրացած հոգեհուզական կամ ֆիզիկական բեռնվածություն։ Իդեպ, երբ կան նյարդաբանական հիվանդություններ, ապա մեզ գլիցինը կարող է նշանակել հենց բուժող բժիշկը։ Այսպիսով այդ ժամանակահատվածում մենք կարիք ունենք գլիցինի լրացուցիչ ընդունման։ Եվ այստեղ մենք կարող ենք կամ կարգավորել մեր սնունդը։ Օրինակ նայեք, մեզ օրական պետք է 3 գրամ գլիցին։ Օրինակ ժելատինում պարունակվում է 7-8 գրամ գլիցին 100 գրամում։ Ոսկրային արգանակում կամ խոլոդեցում 3-4 գրամ 100 գրամում։ Հետո նվազման կարգով։ Հորթի հավի խոզի մսում միջինը 1,5-2 գրամ 100 գրամում։ Ձվի սպիտակուցում 100 գրամում մոտ 1 գրամ, բայց հիշենք, որ օրինակ հավի ձուն բաղկացած է սպիտակուցից եւ դեղնուցից, եւ միջինը կշռում է 70-80 գրամ, ուստի պետք է հաշվի առնել ամեն ինչ, եւ ամենապարզ տարբերակը գլիցինը ընդունել դեղորայքի կամ բատերի տեսքով։ Սովորաբար դեղատնային դեղամիջոցները պարունակում են գլիցինի փոքր դոզա, այսինքն ենթադրվում է, որ մենք ինչ-որ բան ուտում ենք եւ լրացուցիչ օգտագործում ենք գլիցինը հաբերի տեսքով, միջինը 100 միլիգրամ։ Բադերում իհարկե գլիցինի դոզան ավելի մեծ է լինելու։ Եվ իհարկե գլխավոր հարցը, որքան ժամանակ կարող ենք մենք լրացուցիչ ընդունել գլիցինը դեղամիջոցների կամ բադերի տեսքով։ Ամեն ինչ անհատական է, կախված է ձեր վիճակից։ Եթե գլիցինը ձեզ նշանակել է բուժող բժիշկը, օրինակ ստրեսի եւ անկնության դեմ պայքարի ժամանակ, ապա այնտեղ կա որոշակի կուրս։ Իսկ եթե դուք ինքներդ եք որոշել գլիցին խմել, ապա խորհուրդ եմ տալիս չգերազանցել 3 գրամից ավելի օրական դոզան եւ ընդունել գլիցինը կուրսով, 1-ից մինչև 4 շաբաթ։ Այսինքն երբեմն բավական է 1 շաբաթ խմել գլիցինը, որպեսզի օրինակ նորմալացնել քունը։ Ուստի միջինը կուրսը տևում է 1-ից 4 շաբաթ։ Հետո կարելի է ընդմիջում անել 1-ից 2 շաբաթ եւ կրկին կրկնել կուրսը։ Այնուամենայնիվ գլիցինը ամենահասանելի դեղամիջոցներից մեկն է, որը օգնում է մեզ ոչ միայն պահպանել առողջությունը, այլև առաջին հերթին ազդում է մեր հոգեվուզական վիճակի վրա եւ նորմալացնում է քունը։ Ուստի ընդունեք այս տեղեկատվությունը ի գիտություն, բայց հաջորդ տեսանյութում ես կպատմեմ, թե ինչպես գլիցինի օգնությամբ մենք կարող ենք երիտասարդացնել մեր մաշկը եւ պայքարել կնճիռների դեմ։ Բոլորիդ առողջություն։ Բոլորիդ բարիք։